Ընտրությունների ընթացքում կարող են իրականացվել տարբեր հիբրիդային գործողություններ, որոնց նպատակն է թիրախավորել թեկնածուներին, ձևավորել ապահովության բացակայության զգացում կամ ստեղծել ընտրակեղծիքների տպավորություն։ Այս ամենին պատրաստ լինելու եւ սադրանքներին չտրվելու համար փորձենք առանձնացնել նման հարձակումների մի քանի սցենար։ Կարող են տարածվել deepfake տեսանյութեր կամ ձայնագրություններ։ Սրանք արհեստական բանականության կամ մուլտիմեդիա գործիքների միջոցով պատրաստված կեղծիքներ են, որոնք թույլ են տալիս անթերի կերպով փոխել մարդու դեմքն ու ձայնը։ Արդյունքում կարող է ստեղծվել մի պատկեր, որտեղ թեկնածուն ասում է բաներ, որոնք իրականում երբեք չի ասել։ Կարող են փորձել կոտրել կամ գողանալ սոցիալական ցանցերում մեծ լսարան ունեցող էջերը, դրանց միջոցով ապատեղեկատվություն տարածելու համար։ Կիբերհարձակումների միջոցով կարող են թիրախավորվել տարբեր ենթակառուցվածքներ ապահովության բացակայության զգացում ձևավորելու նպատակով։ Հնարավոր է ընտրատեղամասի կամ քվեարկության օրվա փոփոխության վերաբերյալ, ինչպես նաև այլ կեղծ տեղեկություններով SMS հաղորդագրություններ տարածվեն քաղաքացիների ընտրական վարքագծի վրա ազդելու նպատակով։ Քաղաքացիներին կարող են ներշնչել, թե իրենց քվեարկության գաղտնիությունը խաթարված է կամ իրենց քաղաքական նախասիրությունների մասին տեղեկությունները հասանելի են դարձել ուրիշներին, ինչը կարող է ազդել նրանց ընտրության վրա։ Ընտրախախտում չհանդիսացող երևույթները կարող են ներկայացվել որպես ընտրախախտումներ, իսկ ընտրությունների արդյունքների վրա չազդող խախտումները որպես արդյունքները փոխած կեղծիքներ։ Ընտրությունների օրը կիբերհարձակումներով կարող են թիրախավորվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը կամ ընտրական այլ համակարգերը կեղծիքների տպավորություն ձևավորելու նպատակով։ Էլեկտրացանցի դեմ իրականացված դիվերսիաների միջոցով ընտրությունների հաշվարկի գիշերը հնարավոր է կազմակերպվեն հոսանքազրկումներ կեղծիքների տպավորություն ստեղծելու նպատակով։ Կարող են հնչել ահաբեկչության վերաբերյալ կեղծ ահազանգեր, որոնք ստեղծում են ապահովության բացակայության զգացում, ազդում քաղաքացիների ընտրական վարքագծի վրա եւ ապալեգիտիմացնում ընտրությունները։ Կարևոր է հիշել, որ նման գործողությունները ընտրական գործընթացի դեմ ուղղված վնասարար քայլեր են եւ պետք է չտրվել սադրանքների, հետեւելով վստահելի աղբյուրների տրամադրած տեղեկություններին։